Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Սոնան վերջին օրերին զգում է, որ իրեն հետևում են։ Միայնակ քայլելիս, խանութից վերադառնալիս կամ պատահական պատուհանից դուրս նայելու պահին զգում է աչքերի հայացքը։ Անծանոթ, անտեսանելի, բայց շատ իրական։ Խուճապն աճում է նրա ներսում, նա զգուշանում է ամեն քայլից, ուշադիր շրջվում է, ստուգում իրեն հետևողներին, բայց արդյունք չկա։ Եվ չնայած այն բանին, որ հոգեպես կոտրվում է, Աբոյին ոչինչ չի ասում։ Հոր մոտ ոչ մի բան չի բացահայտում, փորձելով չավելացնել նրա խնդիրները։ Սոնան միայն Լիլիթի հետ է անկեղծանում, խոստովանելով, որ իրեն հետևում են։ Լիլիթը փորձում է հանգստացնել նրան, բայց պարզ է, իրավիճակը լուրջ է։ Նարեն էլ այս ընթացքում ապրում է այլ լարվածություն։ Սկզբում նա իր մոր Անիկի հետ կիսվում էր Լալայի, իր անհետացած հորաքրոջ հետ վերսկսված նամակագրության մասին։ Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է։ Լալան մի օր ուղիղ հայտարարում է Նարեին, որ նրանց կապի մասին ոչ ոք չպետք է իմանա։ Ոչ մայրիկը, ոչ Հայկը, ոչ ուրիշ մեկը։ Ասում է, եթե Նարեն որևէ մեկին տեղեկացնի, ինքը անմիջապես կկտրի կապը։ Նարեն, հարգելով հորաքրոջ պահանջը, լռում է։ Նա գաղտնի պահում է ամեն նամակ, ամեն զանգ ու սպասում է հանդիպման հնարավորությանը։ Եվ այդ հնարավորությունը գալիս է անսպասելի։ Լալան վերջապես գրում է Նարեին և հրավիրում նրան հյուրանոց անձնական հանդիպման։ Նարեն վայրկյան անգամ չի հապաղում։ Զանգն ստանալուց մի քանի րոպե անց նա արդեն պատրաստ է։ Նա դուրս է գալիս տանից, շտապ քայլերով, առանց որևէ մեկին տեղեկացնելու, ուղղվում է դեպի նշված հյուրանոցը։ Նույն օրը, ավելի վաղ, Նարեն և Հայկը պայմանավորվել էին հանդիպել։ Հայկը պետք է գար Նարեի տան մոտ ու միասին զբոսնեին, խոսեին, բայց Նարեն չի գալիս, չի պատասխանում զանգերին, չի պատասխանում հաղորդագրություններին։ Հայկը սպասում է, երկար, մինչև սկսում է կասկածել, մտածել, խառնվել իրար։ Իսկ այդ ընթացքում Նարեն արդեն հյուրանոցում է։ Մտնում է նշված համարի դուռը, բացում այն շունչը պահած ու ներսում հորաքրոջ Լալայի դեմքն է։ Ժամանակը կարծես կանգ է առնում։ Նարեն ակնթարթորեն ճանաչում է նրան։ Ոչինչ չի փոխվել։ Նրա հայացքը, շարժումները, ժպիտն անգամ։ Նարեն արցունքների միջով գրկում է Լալային։ Ոչինչ չի ասում սկզբում, միայն ուժեղ սեղմում է նրան ու շշնջում. «Ես ամեն ինչ գիտեմ, ճշմարտությունն արդեն ինձ հետ է»։ Երկու սերնդի կանայք անցյալից ու ներկայից այս պահին մեջ միավորվում են մի պատմության շուրջ, որի հիմքում մահ է, սուտ է ու արյունոտ ճշմարտություն։ Ճշմարտություն, որը Նարեն պատրաստ է բացահայտել ամեն գնով։ Հարգելի հետևորդներ, ինչ կասի Լալան Նարեին։ Արդյոք ցանկանում է վերադառնա նրանց տուն։ Գրեք մեկնաբանություն։ Աշնաջամ կասես։ Հեծած կեսը ապես։ Հեծած կեսը, հասկաց, ներսը։ Տոլման, այո, սուստոր։ Այո, տոլմա, Մարիամի Իմիջարից մի քանի հատիկ բանա մեջը, սովորական ինչ հրնձողել կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստել ենք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Հետո կփորձիկացի հետ լավ է, չէ՞։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Չեմ պահում։ Տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գոնե համամով, Մառոժին համովա։ այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավ քեյք։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, կարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը ու ավելացնում ենք այլորը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է լավ։ Ահա ինչի հիմարը։ Կա, բացում ահամ։ Կարող աղի լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց
Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվող։ Տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ Ծանոթ ChatGPT-ին եմ հարցրել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետքա լինի կակաոն։ Տեսնում եք նայես, այս 4 մասի, այսպես։ Դեղա։ Իբա տեղափոխում ջար։ Չեպներն հաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Այո, չի բարձացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չէին քարել ինչ որ մի բան։ Չի ծորո։ Ինչա, շոկոլադե բրիդ։ Մառոժնին ու մարինան համով է։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասեմ։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Շեշվա։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մամայ սարճին եմ սիրում սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ իմ հայրամի կիբը սարսափելի կիպ 81 սանտիմետր 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց